Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր բևեռացում է ձևավորվել եկեղեցու եւ կառավարության միջև։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հոգեվոր դասի որոշ ներկայացուցիչների հասցեին, ինչպես նաեւ մայրաթոռի արձագանքներն ըստ վերլուծաբանների ձևավորում են նոր ճակատ արժեքային եւ ինստիտուցիոնալ դիմակայության դաշտում։ Ես հայ առաքելական եկեղեցուն եւ մայրաթոռին չեմ կարող եւ պատերազմ չեմ հայտարարել։ Պատերազմ հայտարարել են այն մարդիկ, ովքեր խախտում են հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը, խախտում են կուսակրոնության ուխտագիրը, խախտում են մեր ավանդույթները եւ իմ խնդիրը որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին եւ հոգևոր արմատներին։ Վարչապետի խոսքով նա ունի հիմքեր նման կերպ արտահայտվելու առաքելական եկեղեցու ծառաների հասցեին, իսկ ծառաները նրա խոսքով այս հայտարարությունները, որոնցում կոնկրետ մեղադրանքներ կան, չեն վիճարկում։ Ես կարծում եմ, որ ես ունեմ ապացույցներ, եթե ես խոսում եմ, ուրեմն ես ունեմ ապացույցներ, բայց ես առաջարկել էի, դուք չեք նկատել, որ չեն վիճարկում իրենք դա։ Իրենք չեն վիճարկում։ Իրենք չեն ասում, իրանք ընդհանրապես չեն վիճարկում իմ հայտարարությունները, չեն վիճարկում։ Երբ որ կվիճարկեն, ես առաջարկել էի, եթե իրենք որևէ ձևով վիճարկում են, իրենք կարող են դատի տալ եւ այդ ապացույցները կներկայացվեն։ Փաշինյանը նաեւ նշում է, որ իր դիրքորոշումները ամբողջությամբ հիմնված են հայ առաքելական եկեղեցու իրավական կանոնների վրա, որոնք հենց եկեղեցին արդարադատության նախարարությունում գրանցել որպես հայ առաքելական եկեղեցու կանոնագիրք։ Այս գրքերի մեջ է սահմանված, սրանք հայ առաքելական եկեղեցու դարերով այս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356 թվականից Աշտիշատի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը, ես գիտեք, որ կաթողիկոսը նույնպես եպիսկոպոս է, կարգալույծ է արվում։ Արմեն Աբազյանը ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, քանի որ Փաշինյանի խոսքով Աբազյանն էլ ունի հանգստի իրավունք, եւ այս որոշումը կապ չունի Սամվել Կարապետյանի կալանավորման կամ հայ առաքելական եկեղեցու հետ։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատանքը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն ինչ որ վերաբերվում է անվտանգությանը, այդ թվում հիբրիդային անվտանգության։ Հրաժարվել է որևէ հանձնարարություն կատարել, պարոն Վարդան։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել։ Փաշինյանի վկայությամբ Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին անվտանգության խորհրդի մի քանի նիստ է հրավիրվել, թեև հաղորդագրություններ չեն եղել։ Բայց նրա խոսքով այդ նիստերը չեն նշանակում, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Նա պնդել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանական թևի իր կողմնակիցները Սամվել Կարապետյանի հայտարարությունը գնահատում են որպես Ռուսաստանից իր իշխանության դեմ սկսված հիբրիդային պատերազմ, վարչապետը նշել է, որ փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահի եւ կառավարության ղեկավարի հետ։ Ես չեմ կարող հավատալ, որ նրանք Կրեմլից կարող է այդպիսի գործողություններ կամ կառավարությունից սպիտակ տուն են անվանում իրենց կառավարությունը նույնպես կարող է Հայաստանի դեմ նման գործողություններ լինել, բայց չեմ բացառում եւ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում այնուամենայնիվ կան որոշակի շրջանակներ, ընդ որում ոչ միայն Ռուսաստանում կան այդպիսի շրջանակներ, ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան որոշակի շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների եւ հիբրիդային պատերազմի հետևում են կանգնած։ Փաշինյանը վստահեցրել է, որ ունի բոլոր կարողությունները կառավարելու այդ հիբրիդային ռիսկերը։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։